Մեր սահմանադրությունը այնպես է գրված, որ անգամ մեծամասնություն չունեցած 50%-ից ավել ձայն չունեցած ուժը կարող է դառնալ երկրի ղեկավար։ Այսօր փաստորեն մեր հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Փաշինյանի օգտին։ Բայց ձեր օգտին չի քվեարկել։ Մեր հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Փաշինյանի օգտին։ Այսինքն մենք գալիս ենք այս իշխանությանը մեծամասնությունը չի ցանկանում տեսնել երկրի ղեկավար։ Որ ուժին է ցանկանում տեսնել, պատասխանեմ ձեր հարցին, դա այլ բան է, բայց որ այս մեծամասնությունը հայերի, հայաստանցիների մեծամասնությունը չի ցանկանում տեսնել։ Միակ խնդիրը կոնսոլիդացիան, ճիշտ կոնսոլիդացիան էր, փոշիացումը մեզանից խլել է, ձայների փոշիացումը, ընտրակեղծիքները, մասսայական ընտրակեղծիքները մինչև ընտրությունները, մարդկանց աշխատանքից հանելը, հարյուրավոր մարդկանց 72 ժամով ձերբակալելը ընտրության օրը։ Մեզ զրկել է իրապես թափանցիկ ընտրություն անցկացնելու իր հնարավորություններից, որի արդյունքում մենք տեսել ենք բազմաթիվ ընտրակեղծիքներ, որի արդյունքում դրանից հետո անգամ ապացուցելի մենք տեսնում ենք 50,000 Հայաստանի քաղաքացու ձայնի գողություն։ Ինչպես եք դուք կարծում, այս բոլոր խնդիրները հաշվի առած հասարակությունը տեսնում է կարիք, պատրաստ է այսօր թե չէ։ Դա կլինի մեկ անգամ, հնարավոր է մեկ անգամ, մի քանի արարով, բայց մեկ անգամ, եւ կլինի վերջնական, բայց մեր հասարակության մեծամասնությունը արդեն իսկ անգամ այսքան ընտրակեղծիքների արդյունքում ֆիքսված արդյունքով էլ մեծամասնությունը դեմ է այս իշխանությանը։ Դա իմ կարծիքը չէ, դա ձեր կարծիքը չէ, դա օֆիցիալ տվյալն է ընտրության արդյունքի։